Ուրեմն Հասմիկ Էզյան, դուք ձեր քայլերը անվանում եք իբր պայքարան արդարության դեմ, այնիշ դուք ձեր ձեռքով է 13 տարեկան աղջիկ երեխուն մասշտաբային տարածում ու խայտառակում եք տվյալ սոցհարթակում։ Եթե դուք ձեր ասելով դիմել եք համապատասխան մարմիններին, այդ դեպքում իմաստ է պիղծ տեսանյութերը տարածելու, ասենք այդ PR-վելուն էլ հատուկ ձև գոյություն ունի, բայց ոչ իհարկե 13 տարեկան աղջիկ երեխու հաշվին։ Ձեր այս քայլերը տանում է մի բանի, հարթակում պղծություն պրոպագանդելը, որովհետև այդ շակերտավոր սրտացավ հանդիսացող անձինք նախքան է տեսանյութերը տարածելը պետք է հաշվի առնել մի շատ կարևոր փաստ, որ առաջին ինքը երեխա է, երկրորդ էգուս մյուսօր պետք է ամուսնանա ու գնա մեկ ուրիշի ընտանիք։ Իսկ ձեր այս ոչ ճիշտ քայլերը ավտոմատ պիտակավորում է այդ երեխու հետագան, այդ իսկ պատճառով կամ կդադարեցնեք ձեր այս թատրոնը ու կթողեք աշխատենք ավելի արդար ճանապարհով, կամ էլ այս հարցը կգնա լրիվ ուրիշ հարթության վրա։ Ամեն ինչի, որ կարելի է հանրայնացնել տվյալ հարթակում, հատկապես նրան են ինչը որ վերաբերվում է անչափահաս երեխեքին։ Իսկ դու Հասմիկ Էզյան, եթե ներում բերանդ բացելու փոխարեն ավելի լավ էր կանխեիր ձեր կողմից այդ տեսանյութի տարածումները, որի մեջ առկա էր քո 13 տարեկան անչափահաս աղջիկ երեխան։